կապված փաստացի Սյունիքում հայտարարում է, որ Արցախը մերը չի եղել եւ Սյունիքի օկուպացրած տարածքները նաեւ մերը չեն։ Ես ճիշտ է զարմանում եմ, որ դեռևս մարդիկ կան Հայաստանի Հանրապետությունում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ուշադրություն են դարձնում։ Նիկոլ Փաշինյանը 5 րոպե կարա տարբեր հայտարարություններ հաղորդող հայտարարի եւ իր հայտարարությունները արդեն հաշվի դրել պետք չի։ Եվ բանակի հետ կապված հայտարարությունները, որ ուզում են արդիականացնել պարոն Գրիգորյան, տեսնում եք դրա ուղղությամբ իրենք քայլ կատարում են, թե սա հերթական պոպուլիստական հայտարարություններ։ Ինչի կապված է բանակի հետ, էլի հարյուրանքներ են, քանի որ մենք վերջին ժամանակների ինչքան որ մենք շփումը կհարթեն բանակի հետ, բանակը ոչ թե լավացել է իրաց ասելով չակերտավոր, իրականում բանակը այսօր շատ վատ վիճակում է եւ իրանք ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր բանակը, ինչպես մեր արժեքները եկեղեցին փորձում են քանդել եւ ճանապարհ են հարթում ադրբեջանա-թուրքական ուժերին Հայաստանը գրավելու եւ թուրքականացնելու համար։ Եվ այսօր դեռևս բանակը դեռևս մնում է երաշխավոր, բայց իրանք ամեն ինչ անում են բանակը կազմաքանդելու համար։ Եվ իզուր չէ, որ իրանք բանակը ցակեցին 1.5 տարի, եւ իզուր չի, որ բանակը պլանավորում են դարձնել սկզբնական 15000 իջեցնել միջև բանակը եւ կազմակերպած դες կամաց քանդել։ Եվ իզուր չէ, որ բանակում դպրոցներում հանում են հերոսների ուշակ տախտակները կամ ուշակարերը կամ ուշակ արձանները։ Փաշինյանը ուզում հասկացնել կամ մեծի եղել, որ հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր մեզ համար, արդյոք փորձում է այսպես Արցախի Ադրբեջանի մաս ճանաչելը արդարացնել։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի մտքի չի կախված, դա թելադրանք է բոլոր այս խնդիրները, թելադրանք են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, կապված դա բանակի հետ, կապված եկեղեցու հետ, կապված ցեղասպանության հետ, բոլոր այդ հարցերը թելադրանք են, որը որ ինքը պետք է ապահովի այդ խնդիրները, ժեղտի այդ բոլոր ամեն ինչը եւ այլ եմ ասում, հող է պատրաստում, այս խաղաղությունը սա փուչիկ է, երբեք պարտված երկիրը չի կարա խաղաղություն ունենա, պատված երկիրը պետք է մուրում է, իսկ Խրիմյան Արիգը դեռևս ժամանակի ճիշտ խոսք է ասել, որ թղթաշերեփով երբեք չես կարա հարիսաուտես, հիմա մենք այդ թղթաշերեփն նույնիսկ չունենք, ասել գոնայվան որ թղթաշերեփ է եղել, հիմա թղթաշերեփն մենք չունենք, ու մենք ժամ առ ժամ մենք այսօր բարգաբեկում ենք մեր դաշնակից երկրներին, առավելևս Ռուսաստանին, որ Ռուսաստանին, եթե վաղը միսօրը Ռուսաստանը փորձի պատժամիջոցներ կիրառի Հայաստանի հանդեպ, ես օրինակ չեմ զարմանա ու նաև չեմ էլ մեղադրի Ռուսաստանին, որտեղ մենք ենք եւ Ղարաբաղում, որ ասում են Ռուսաստանը մեզ չօգնեց, այդ բոլորը հարյուրանքներ են։ Մենք ենք ամեն ինչ արել, որ Ռուսաստանը մեզ չօգնի եւ մեզ հեռացնի։ Ռուսաստանը օգնեց, ինչով օգնեց։ Շատ բաներով օգնել Ռուսաստանը։ Ես չեմ ուզում փակագծեր բացել, իրականում Ռուսաստանը շատ բաներով օգնել է Ղարաբաղի 44 պատերազմի ժամանակ մեզ։ Խաղաղապահները ինչ արեցին եւ թույլ տվեցին այդ։ Խաղաղապահ զորքերը դա բանակ չի։ Նրանք դա մեն իրականացնում են որոշումները, ասենք օրինակի համար, երբ որ Լաչինի կորիդորը ծրված է 7 կիլոմետր, հետո մի կանամից հետո դարավ 2.5 կիլոմետր, հետո դարավ 2.5 կիլոմետր, այդ ամեն ինչը մեր երկրի Քաջարի վարչապետը գրում էր Բրյուսելում նոր պայմանագրեր կնքում եւ կամաց այդ կորիդորը փոքրացվում էր եւ գցում էր ռուսական խաղաղապահ ուժերի վրա, բայց ռուսական խաղաղապահ ուժերը միայն կատարում են այն երրակողմ պայմանագրերը, որը որ իրականացվել է Բրյուսելում։ Փաշինյանը շրջում է մարզերով եւ քարտեզն է բաժանում Հայաստանի, ասում է սա է Հայաստանը եւ ասում է որ ժողովուրդը համաձայն է այս գաղափարախոսության հետ, որ մեր Հայաստանը այո, եթե ժողովուրդը չի հեռացնել Փաշինյանին, ուրեմն ժողովուրդը մեղավոր է։ Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում Փաշինյանին հեռացնելու համար, այո, ժողովուրդը մեղավոր եւ դա ինքը չի թաքցնում։ Ինքը չի թաքցնում, ասում է այս մեղավոր է, դու ժողովուրդը էլի կանցի անի։ Եթե չի գալի անում, ուրեմն ինքն էլի պետք է հավասար մեղավոր է։ Մարդը կարող է խոսա, որովհետեւ իրան բաժող չկա այսօր։ Իմանայք, ընդրություններուն ամեն ինչ սպասելի է Փաշինյանի կողմից։ Ես չեմ ուզում ասեմ ինչեր է սպասելի, որովհետև կարող է հիմա միտք տամ իրան ինքը օգտագործի այդ մտքերը,
ամեն ինչ սպասվելի է եւ ամենավտանգավորը լինելու է ընտրությունների հաջորդ օրվանից սկսած, որովհետեւ չգիտենք, հա, եթե ինքը պարտվի է, ես կարծում ինքը ամեն ինչ արել է իր թորը պահելու համար։ Իսկ մենք ընդդիմությունը պատրաստ լինելու է այդ աթորը վերցնելու, արդեն իր հաղթանակը միջևերջ տանելու։ Այդ խնդիրը տեղա։ Նաև կանդասի ձերբակալության եւ կալանավորման մասին ինչ կասեք, Արթուր Ավանեսյանի կալանավորման մասին։ Չլսեցի։ Ավանեսյանի կալանավորման։ Հա, գիտեք ինչ կա, Կանդասի կալանավորումը ոչ մի բան չի տալի, Կանդասի ես շատ անձամբ ճանաչում եմ, ինքը լավ է, դա խույզ է եղել, բայց ինքը երբևիցե քաղաքական գործիչ չի, ինքը չեն կարա իրան ինչ-որ բանի մեջ էլ մեղադրեն, ինչ են որ անում են իր դեմ Սարկոզի եղել, ինքը իրականում հերոս տղա է, ռազմիկ, ոչ թե ինքը հրամանատար, այլ ռազմիկ է ինքը քաղաքականությունում անելու բան չունի եւ իր դեմ ինչ որ բայց դա ուղղակի չգիտեմ հիմարություն է իր կալանավորելը հիմարություն Ուշ միացան այսօր Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ժամանակ անուններ չնշելով բայց ըստ էության ընդդիմադիր գործիչներին նկատի ունենալով ասել է որ հայտարարում են թե դառնալու են հաջորդ վարչապետը գլուխները պատին են տալիս քաղաքացին իրենց քիչ ումորուտը կջարդի եւ նմանատիպ այլ խոսքերով է հանդես եկել սա ինչի մասին է Ես արդեն մի անգամ նոր մի քիչ առաջ ասեցի Նիկոլ Փաշինյանի ոչ մի հայտարարություններին ուշադրություն դարձնել պետք չի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կարող հայտարարի Կաղա ինքը վաղը էլի ասի ես Ամերիկայի պրեզիդենտ եմ ու ինքը ինչ ուզի կարող ասի իր մտածել այդ բանը ծայր բան չունի սահմաններ չունի ընդհանրապես Նրանում որ պարտությունը մոտ է Իհարկե որովհետև իրաց թվում էր եվրոպական մի քանի դեմքերի չէ ստե Հայաստանում հավաքելով Զելենսկու նման դեբիլների Հայաստանում հավաքելով ինքը ինչ-որ բան կունենա, նեցուկ կունենա, բայց ինքը ասել հասցա, որ ինքը այդ կողմից ոչ Եվրոպան պարզ իրան ասեց, նման մակրո պարզ իրան ասեց, որ իրան ոչ մեկ թիվություն չի լինելու եւ Ֆրանսիան չի պատրաստում Ղարաբաղի հարցից հրաժարվի, ինչպես մեր վարչապետն հրաժարվում, Ֆրանսիան դակարակը ամեն ինչ փորձելու անի Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ։ Դա իրան լրիվ հակասող բան էր Մակրոնի կողմից հայտարարությունը։ Շներ մասին կարողանա ոտքի հանել, այատոք կարողանա ինչ ակնկալիքներ ունեք ընդդիմության քայլերից։ Գիտեք ինչ կա, 30 տարի ժողովրդի խաբել են, 30 տարի ժողովրդին 5000 դրամով առել են, մենակ սրան չէ, էլի, բոլորն է մեղավոր, բոլորը։ Պետք է վերջով ես Հայաստանում կանոն ստեղծվի, ժողովրդի մոտ հավատ չի մնացել, շատ մարդիկ չեն ուզում ընդհանրապես մտածումների գնան մասնակցեն, չհասկանալով, որ իրանք գտուցների չմասնակցելով իրանք գարան տալիս Նիկոլին, այս ռեժիմին։ Ավելի լավ է գնաց մասնակցես, քուն զայնը չեղարկել տաս ավելի լավ է, քան թե չգնաց մասնակցես։ Ժողովրդի մոտ ուղղակի կորելա հավատը, այդ հավատն վերադարձնելը մարդու խորհուրդը շատ դժվար բան է, շատ դժվար։ Չնայած դա հարցը դեպի Չի բացառվում օրինակ եւ դուսների մեկ երկու օր առաջ էլի շատ մարդիկ կալանավորվել որ վախի ազդեցություն ստեղծվի մարդկանց մոտ ինչ որ իրավիճակ մարդկանց էլի դրա այդ արդյունքում էլի մարդիկ չգան ընդդիմության կամ վախենան գնան Նիկոլին ընտրել հիմա լիքը մարդիկ ալա որ շփվում են շատ դες բաուր այդան Նիկոլին չընտրենք բաուրի իմանան Ես պաշտոնի եմ օրինակ, հիմա բաուրի իմանան կամ ես հիմա ֆուկրատ ունենամ ցանկացած պաշտոնի վրա էլ, ցանկացած չգիտեմ ինչի վրա էլ։ Այդտեղ Հայաստանի Հանրապետության գոյության եւ ոչնչացման խնդիր է դրված։ Դա յուրաքանչյուր հայ, գիտակից հայ, դա հասկանում է, դա պետք է պայքարի Նիկոլի դեմ։ Եթե չի հասկանում,
Ուրեմն թող երբևիցե տվյալ մարդիկ չասեն իրանք հայ են։ Թող իրանք նույն ձևի ոսը Նիկոլին ասել Թուլ Դավաճան, նույն Թուլ Դավաճանն այդ մարդիկ են, ովքեր պետք է գնան Նիկոլին ընտրեն։